այս պեյզաժը հրաշքա բոլորի համար։ Դրախտային տեսարան, որ ուզում է միշտ աչքի առաջ լինի, մեղրեցի Ժորան։ Ինչ որ արել եմ իմ հողի համար, իմ ազգի համար, մենակ պահեն, որ թուրքը չգաս դե վայելի։ Կազակաշեն է կոչվում աշխարհի ամենաքաղցր պարտեզը հայ-իրանական սահմանին։ Մեր ժողովուրդը 92%-ը գիտեն անունը կազակա։ Որ գազը կազակ պապի էս կոմեն էլի, չգիտեն որ էս անուն ունեն։ Անդագրով ես Գյորգի եմ ընդհանրապես, նենց Ժորային ասել։ Ժորայի մանկության երազանքներ, նռնենիներով, թթենիներով, թզենիներով, ոչ մի հարևանի այգում չհանդիպող այս մրգաստանն ունենալը։ Երբ ընկերների հետ կեսդարից էլ առաջ վազվզում էր այս կողմերում, չէր պատկերացնում, որ մի օր կազակաշենի տերտիրակալն է լինելու։ Մանկության ցանկությունն էր, որ փոքր ժամանակ ամռան արտագործներն դպրոցական մետրոսիկով ոտաբոբիկ սոված փորով գալիս էինք այս կոլխոզի այգիները թութմութ էինք ուտում սեպ թութը կծում էինք երեսներից այս կողերին մողերին կծում էինք Կյանքն իրեն տարավ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք, ամուսնացավ ռուս կնոջ հետ, զավակներ ունեցան։ Աշխատանքային գրքույկում էլ ինչ մասնագիտություն ասես գրված չէ, բացի հողագործից ու զինվորականից։ 90-ականներին Արցախյան ազատագրման օրերին Հայաստան եկավ, գնաց ռազմաճակատ։ Իմ երեխան ծնվել է Պետերբուրգում, 92-93 թվին, որ Ղարաբաղին առաջ պատերազմը գնում էր, նոր գալիս եմ տուն իմ ռուսկին ասում է Левон говорит, хочет поехать Карабах воевать. Ты поговори с ним. Я согласен. Ой, это я горжусь им, иду, сынок, ты подожди, hala им հերթնա։ Ես ժամանակ մի 50 քանի տարեկան էի, 47-48 տարեկան չեմ հիշում, ասի ես պետք է գնամ, ինձանից հետո, որ պետք է լի, արդեն դուք գաք։ 14 տարի առաջ վերջնականապես եկավ հայրենիք ու մնաց։ Թոշակի անցնելուց հետո գնոջից հետ պայմանավորվել էի միջայլոց, որ ինքն էլ պետք է գա, ու արդեն եկավ այն մինը տարել սպասեցի, յուղացի համբոյտան կռիվների նման, որ գեքորին քաղաք են տանում, տեսա, որ ինքը մտադրություն չունի գալու, եկա ու սկսեցի աշխատել, ու անում եմ իջև հիմա։ Իր չարչարանքը միայն ջուրը չգցեն, վախով է ապրում 82-ամյա Ժորան, որովհետև հավատ չունի իշխանություններից։ Ասում է ինչպես երկիրն են բսկտել, այնպես էլ ժողովրդին են մաս-մասանում, իրար դեմ հանում, թշնամացնում, բարեկամություն անում իսկական թշնամու հետ։ Եթե ճանապարհը այդ իրանց ուզած ձևով մենք իրանց տանք, հայրը ստեղից գնալու են, թուրքերը ստեղ լցվելու են, ըստի արդեն Սյունիքի հարցը փակվում է։ Որտեղ Սյունիքը փակվում է, ոնց որ Ղարաբաղի ժամանակ ասում են շուշեն գործնելուց հետո գործնենք Ղարաբաղը, Ղարաբաղը գործնենք Հայաստանը, ինչ որ ասել է Մոնտեն, բոլորը ճիշտ է։ Դա արդեն կատարվեց, Աստվածչյանի հաջորդը լինի Սյունիքը։ Կառավարական մեքենաներ տեսնելիս իրեն չի կարողանում զսպել, մի նշան ունի պլպլացող մեքենաներով այս կողմերում երևացողների համար։ Եկան կողով դանցան մի 20 մեքենա, ամեն մեքենան մի 100-200 հազար դոլարանոց իրար հետևից։ Մի 10 րոպե դրանց հոսքը չկա, ասեն թմբյուրը կանգնած է։ Ասեն ինչ է անում։ Ասեն ձերով է անում էլի։ Ոչ թե ստենց է անում, այս ինչ է անում էլի։ Վայ է նրանց տանի, եթե այս տարի էլ իր այգին անջուր մնա։ 7 տարի է մեր կառավարությունը կա, այդ ջրի հարցը կա, հեսա եկավ հունիս ամիս, ջուրը արդեն կհոսա Արաքսը կգնա Թուրքի ծովը, մենք կմնանք առանց ջուր։ Այս տարերս որ չորանում են, ինձ համար դա ամենասարսափելի իրավիճակն է, ես կգժվեմ։ Գժվում է, որ իր հարևաններից մարդիկ կան, որոնք դեռ հավատում են իշխանությունների խոստումներին։ Մեկը դավաճան, էլ մեկը սպեկուլյանտ, էլ մեկը կապուտելյանտ, այդեն երբեք մենք ոչ մի բանի չենք հասնի։ Թուրքը միշտ ասել է, հայ վերջի խելքը իմը լիներ, թուրքերը մեր վերջի խելքը տարան։ Թույլին ոչ մեկը չի սիրում, հիշեցնում է կյանք տեսած Ժորան ու խնդրում մեջք-մեջքի տալ։ Ոչ մեկը չի սիրում, նվազեն։ Ուզում է կինը տալի, ուզում է ամուսինը տալի։ Եթե իգոն դեպատը ստաղորը պետի նվնվա, դա վատ է։ Ուզում է հավատալ, որ հիմա էլ ուժեղ տղաներ են ծնվում, որոնց տեսել է 90-ականներին Արցախի ու Հայաստանի վերջին կռիվներին։
Սողոմոն տելերյանները պետք է ծնվեն, հիմա մոնտեները պետք է ծնվեն, անդրանիկները պետք է ծնվեն, որ իրանք սերն մեզ դուխ տալը, հոգի տալը, բարձրացնելը, չկան, հիմա այդ մարդիկ պետք է նորից ծնվեն, արդեն ծնվել են, արդեն նրանք մեծանում են արդեն։ Դուք տեսնալու եք հաստատել, ես հույսերով եմ գնալու, հույսերով։ Գանը Մովսիսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր, Մարզնյուզի աջակցությամբ։